Ամեն։ Փառք Աստծուն։ Այսօր շատ հետաքրքիր մի հատ խոսք կա սրտից մեջ դրված, ուզում եմ կիսվեմ քո հետ։ Խնդրեմ, որ ուշադիր լինես։ Շատ ռեալ կարելի ասել, շատ հետաքրքիր, շատ կարևոր խոսք եմ ուզում կիսվեմ քո հետ, որը իրոք Աստված խոսացել է սրտից հետ, որպեսզի կարողանանք մենք լինենք քրիստոնյա եւ ասենք մենք քրիստոնյա ենք։ Ամեն։ Ոչ թե հայտարարության մեջ լսեցինք ժամը 2-ին ծառայություն կա, գալիս ենք ծառայության քրիստոնյա ենք։ Վաղը երկուշաբթի աշխատանքային օր է սկսում, ամեն մեկի մոտ տարբեր ժամերի, բայց վաղն ենք մենք քրիստոնյա։ Ամեն։ Հալելույա։ Այսօր դրա համար ցանկանում եմ իմ խոսքը մի քանի հատ հարցով սկսեմ, հարցադրում տամ, հետո սկսելու ենք խոսել դրա մասին, սրտից սիրտ կիսվելու ենք դրա մասին։ Ուղղակի բացի սիրտդ ու ուշադիր եղի։ Ամեն։ Խոսելու եմ հետաքրքիր է, գիտեք, ոնց է մի հատ կարճ բան ասեմ, այսօր առավոտյան զանգել էի Էդոին, որ Աննային խնդրեմ մի հատ երկրպագության երգ երգեն այսօր։ Այդ հանձնվել երգը, որ նոր երգում ենք, երկրպագում ենք։ Ու փաստը նա էր, որ այդ երգը կար արդեն դրված։ Ու ես ասեմ թե չասեմ երեկվանից, ու երեկնից 10-ով շատ ուշ վերջացավ ծառայությունս, ասի չեմ զանգի, որտեղ ուշ է։ Բայց դուրս է գալի կար, երբ խոսալու եմ այսօր հենց այդ հանձնվելու մասին։ Եթե պատրաստ ես հանձնվելու, կարաս միջև վերջ նստես դահլիճում լսես։ Խոսալու եմ Աստծուն վստահելու մասին։ Խոսալու եմ մերը թողելու մասին։ Ամեն։ Հալելույա։ Դրա համար մի հատ հարց եմ ուզում տամ։ Օրինակ ձեզանից մեծ ով է մտածում, որ վստահում է Աստծուն։ Դե չի ասեմ ձեռ բարձրացա, ասես ես եմ մտածում, դե չէ։ Ով է մտածում, որ ինքը Աստծուն վստահում է։ Մի հատ նկար եմ գցեք շխերի վրա։ Էկ, չէ, առաջինը։ Եվ երկրորդ հարցը սա է։ Խնդրեմ հիշես այս հարցերը ամբողջ ծառայության ընթացքում։ Ինչ հիմքի վրա ես դու մտածում, որ Աստծուն վստահում ես։ Եվ երրորդը, ինչպես դա կարելի է ստուգել, ինչպես է դա աշխատում առօրյա կյանքում։ Խոսալու եմ այս մասին։ Վստահում ես Աստծուն թե չէ։ Դու մտածում ես, որ Աստծուն վստահում ես։ Դու ուղղակի նորից եմ ասում, պետք չի դու ասես ես հա վստահում եմ, ոչ։ Դա դու գիտես, սիրես, մեկ է քո Աստված, բայց արի ազնիվ եղի դու քո Աստծու հետ։ Իմ հետ կարաս կեղծավոր լինես, կնոջդ հետ կարաս, կամ ամուսնուդ, կամ եղբորդ, բայց Աստծու հետ չես կարա։ Արի ազնիվ եղի։ Դու վստահում ես Աստծուն։ Դա համար այսօր այս խոսքը այդպես վերնագրել եմ վստահիր Աստծուն, կամ վերահսկողությունը տուր Աստծուն, կամ ավելի կարճ ասած հանձնվի։ Ամեն։ Հալելույա։ Ամենակարևոր բանը մեր կյանքում եւ ամենապրոբլեմատիկն այն է, որ մենք կարողանանք մեր վերահսկողությունը տանք Աստծուն։ Մենք որպես մարդ միշտ մտածում ենք մենք վերահսկում ենք։ Հենց թե չէ։ Ասես ես իրավիճակը ես եմ վերահսկում։ Բայց հեսա ես Աստվածաշատ տեղեր քեզ կընթերցեմ, օրինակներ կբերեմ Աստվածից, կտեսնես, որ դու ընդհանրապես ոչ մի բան չես կարող վերահսկես։ Որտեղ դու մարդ ես։ Ամեն։ Հալելույա։ Իրոք մենք մտածում ենք հասարակ օրինակ կյանքի կենցաղային մի հատ sense օրինակ բերեմ։ Բանկում հաշվի համար ունենք, չէ՞ բոլորս։ Որի վրա գումար, ասում ենք մենք վերահսկում ենք մեր բանկի հաշիվը։ Կամ ինչ որ չափով առողջություն ունես։ Ասում ես ես ճիշտ եմ սնվում, չէ՞։ Սպորտով եմ զբաղվում, ես վերահսկում եմ իմ առողջությունը։ Կամ ինչ նպատակներ ունես։ Ամեն։ Ես վերահսկում եմ վաղվա օրը նույնիսկ։ Չէ՞, մտածում ենք մենք վերահսկում ենք մեր վաղվա օրը։
Հալելույա։ Ասեմ ավելին, շատ ժամանակ ասում ենք, մենք վերահսկում ենք մենք երեխաների մեր։ Օրինակ, հետաքրքիր տենց միշտ որ զրույցներ ա լինում մանավանդ երիտասարդների հետ։ Ասում են ամուսնանալուց առաջ մենք պլանավորել էինք եւ մենք որոշեցինք ամուսնանալ, հետո մի քանի տարիներ հետո մենք վերահսկել ենք այդ իրավիճակը, հասկացել են որ ոչ մի բան իրանք չեն վերահսկում։ Ամեն։ Նույնիսկ հիմա մենք որ ապրում ենք սենց ավելի սոցիալապես զարգացած երկրում, որտեղ էկոնոմիկան ավելի մի ինչ-որ չափով ստաբիլ է։ Մարդիկ մտածում են իրանք են վերահսկում այդ էկոնոմիկան։ Բայց այդպես չի։ Մեր առողջությունը նույնիսկ մենք չենք վերահսկում, ինչքան ուզում ես առողջ լինես։ Ասեմ ավելին սերես, այն քո վերջի շունչը նույնիսկ դու չես վերահսկում։ Կարող է մի քիչ ասես անհասկանալի է, բայց հետո որ աստվածաշյան տեղեր ընթերցենք կտեսնես, որ շատ բաներ կան մեր համար անհասկանալի է, որտեղ մենք մարդ ենք։ Ամեն։ Ինչքան էլ ուզում եմ մենք այս զարգացած բժշկական համակարգի մեջ ապրենք, նույնիսկ քո վերջի շունչը դու չես վերահսկում։ Հալելույա։ Դրա համար գիտեք ինչ կա, ավելի լավ է մենք ամբողջապես մեր վերահսկողությունը տանք Աստծուն, որ նա վերահսկի ամեն բան, հանձնվենք, որովհետև գիտես ինչ շահսիելիս, գալու է մի իրավիճակ, կարող է եղել է քո կյանքում, եթե չի եղել լինելու է հաստատ, կարամ դա համարձակ ասեմ, որովհետև բոլորի կյանք գալիս է այնպես իրավիճակ, որ դու տեսնում ես, որ չես կարող այդ իրավիճակում էլ վերահսկողություն ունենաս։ Ու ցավալին այն է, դու արդեն չգիտես ինչ ասես այդ պահին։ Փառք Աստծո, որ մենք վերստանցված քրիստոնյա ենք, ունենք Հիսուս Քրիստոս, տնական ասելով գնալու տեղ ունենք, ու մոտ գնանք, չէ՞։ Հալելույա, բայց մենք պետք է վստահենք Աստծուն, սիրելիս։ Հիսուսը ինչ արեց, այս աշխարհ հավատք բերեց, որ մենք հավատանք ու վստահենք։ Ամեն։ Հալելույա, բայց ամենակարևորը գիտեք որն է, մեկ բան է իմանալ, որ ես պետք է վստահեմ Աստծուն, մեկ բան է դա անելը։ Ես գիտեմ, ես քրիստոնյա եմ, գրած է, իմ համար այս գիրքը 100% ճշմարտություն է, սա ինձ ենքով բան չկա, խոսք, Աստծո խոսքը, դա է ճշմարտություն, ինչ գրած է այստեղ, դա է ճշմարտությունը։ Գրած է, ես պետք է իմանամ Աստծո վստահել, բայց ոնց եւ ինչպես դա անեմ։ Արդյոք գործում է իմ առօրյա կյանքում էդի։ Ամեն։ Հալելույա։ Դրա համար պետք է կարողանանք օգտագործել առօրյա կյանքում։ Մատթեոսի 11:29 խոսք։ Նայեք ինչ ասում այստեղ Հիսուս. Իմ լուծը ձեզ վրա վերցրեք եւ ինձանից սովորեք, որովհետեւ ես հեզ եմ ու սրտով խոնարհ եւ ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Նայեք այստեղ այս խոսքի արդյունքը նա է, որ ես ու դու հանգստություն կգտնենք։ Իսկ ես աշխարհում այս համակարգի մեջ հիմա որ դու ապրում ես, ամենակարևոր բանը որ հանգստություն ունենաս։ Ես կարամ քեզ հաստատ համոզված ասեմ, շատերը շատ մեծ գումարներ կծախսեն, որ գնեն նույնիսկ դա, բայց ասեմ, չի վաճառվում էդի։ Շատ գումարներ կծախսեն, որ գնեն, բայց չի վաճառվում էդի։ Իսկ նայեք Հիսուսը մեզ ինչ է առաջարկում։ Ասում է վերցա իմ լուծը, սես տենես, ամեն մեկս այս կյանքում մի լուծ վեկանում ենք մեր վրա։ Տեցա չէ։ Ամեն մեկս, եթե ուսանող ես, դասբրոցում ես մեկը, աշխատում ես քո աշխատանքի վայրում է, ընտանիքումս էլ ընտանիքիդ նա։ Բայց Հիսուսը ինձ ու քեզ առաջարկում ասում է վերցրա իմ լուծը, որը ի՞նչ է։ Եվ ամենակարևորը ասում է եւ սովորեցեք, որը քաղցր է։ Եվ այդ բեռը թեթև է, ասում է սովորեցեք։ Ամենակարևոր հիմքային խոսքը այստեղ է, որ ես ու դու պետք է սովորենք։ Պետք է սովորենք, որ հետո կարողանանք գտնենք հանգստություն։ Չի ասում գտի հանգստություն, հետո գաք սովորես։ Ասում է սովորեցեք
եւ ձեր հոգիների հանգստություն կգտնեք։ Ամեն։ Սիրելիս, իմ ու քո աշխարհայացքը, իմ ու քո արժեքները պետքա փոխվի, որպես վերստի ծնված քրիստոնյա։ Ես ու դու մեր աշխարհայացքը ուրիշ ձև պետքա լինի։ Ամեն։ Հալելույա։ Դա համար պետք է ամեն ժամանակ սովորենք այստեղից։ Աշակերտենք կարելի ասել, չէ՞։ Աստվածաշնչի մեջ ասեմ քեզ ավելի sense, Աստվածաշնչի մեջ աշակերտ բառը ավելի շատ ագրած, քան թե քրիստոնյա բառը կամ հավատացյալ բառը։ Այսինքն մի նշանակություն կա, չէ՞, որ ես նշում եմ, որ ես ու դու պետք է աշակերտ լինենք։ Ես ու դու պետք է սովորենք։ Ամեն։ Որովհետև գիտի աշակերտը ինչ անում, սովորում է իր ուսուցչից։ Ամեն։ Այս գրքի ուսուցիչը Հիսուս Քրիստոսն է, ինքն է խոսքը։ Ես ու դու իրանից պետք է սովորենք։ Ամեն։ Հալելույա։ Եվ ամենակարևորը գիտեք, ինչ ուզեմ փոխանցեմ քեզ այսօր մի բան։ Աստծուն ամբողջապես խնդրեմ ուշա, վստահելը հնարավոր չի, եթե չես հանձնվում։ Չես կարող ամբողջապես դու Աստծուն վստահես, եթե չես հանձնվում։ Համար առաջի կետը նշել էի, արդյոք դու վստահում ես Աստծուն։ Աստծուն, նա գիտեք ոնց է, հանձնվել բառը մի քիչ հայերեն sense ավելի ուրիշ ձև է հնչում ու աշխարհում հանձնվելը թույլ բան է, գաղափարախոսություն է։ Իսկ մեր մոտ քրիստոնյաների մեջ հակառակ գաղափարախոսություն է։ Հանձնվել չի նշանակում, որ ես պետք է ծույլ լինեմ, ոչ մի բան չանեմ, ոչ մի բանի մասին չմտածեմ, նպատակներ չդնեմ կամ իմ ընտանիքի մասին չմտա, իմ երեխաների, իմ գործերի մասին չմտա, չէ։ Հանձնվում ես, որպեսզի կարողանաս վստահես Աստծուն, հասկանաս, ես ու դու վերջո պետք է հասկանանք, որ ամեն բան Աստված վերահսկում է։ Ամեն բան իր վերահսկողության տակ է։ Հալելույա։ Եվ ինչքան շուտ ես ու դու դա հասկանանք, դա մեր օգուտն է։ Որտեղ նորից եմ ասում, գալու է մի պահ մեր կյանքում, մենք հասկանալ ենք, որ ոչ մի բան չենք վերահսկում մենք այդ իրավիճակում։ Ու սենց ասած, կարող է կոպիտ կանգնում ենք տուպիկի առաջ։ Բայց եթե ես ու դու արդեն սովորած լինենք, ինչպես Հիսուսը մեզ ասում է, սովորեցեք, այդ իրավիճակում սովորած լինենք, ինչպես ենք վստահում Աստծուն, հասկանանք, որ մենք հանձնվել ենք, վերահսկողությունը նրա ձեռքերի մեջ է, նա է վերահսկողը։ Այդ ժամանակ անցնի դա։ Հալելույա։ Դա մեզ հեսա մի քանի հատ Աստվածաշնչից տեղեր կկարդամ։ Լինում է, չէ՞, տեղեր օրինակ իմ կյանքում է շատ լինում իմ մոտ, որ տեղեր կա Աստվածաշնչից կպտում է սրտիդ, թղթի վրա գրում ես, կպստում ես բյուրոյիդ վրա կամ մի տեղ կպստում, որ միշտ աշկիտ առաջինի կարդաս աղոթը, չէ՞, լինում է, չէ՞, դες բաներ։ Բայց հեսա Աստվածաշնչի, նույն Աստվածաշնչից տեղեր եմ կարդալ, որ ոչ մեկ դες բան չի անում։ Այդ տեղերը ոչ մեկ չի կպստում։ Կարամ ասեմ ավելին, դա նույնիսկ չեն ցանկանում այդ տեղերի մասին խոսան։ Ամեն։ Եկեք գնանք Եսայի մարգարեություն 45-րդ գլուխ։ 45-րդ գլուխ 7-րդ խոսք։ Նայեք այստեղ ինչ ասում Աստծո խոսքը։ Նայեք ինչ ասում Աստված։ Ես եմ կազմում լույսը եւ ստեղծում խավարը, բերում եմ բարություն եւ ստեղծում դժբախտություն։ Ես եմ Տերը, որ անում է այս բոլորը։ Սես բան չես կապսում, չէ՞ քո դռների վրա կամ որ կարդաս։ Բայց նայեք Աստված ասում է. Ես եմ Տերը, որ ստեղծում եմ խավարն ու դժբախտությունը։ Հավատում ես Աստծո խոսքին։ Կա մարդ, որ ստե հավատում Աստծո խոսքին, ուրեմն էսի ճիշտ է։ Ամեն։ Հաջորդը Մատթեոսի ավետարան 24-րդ գլուխ։ 6-րդ խոսքից։ 6-րդ եւ 7-րդ խոսքերը։ Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Տեսեք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ։ Ազգն ազգի դեմ վեր կկենա, թագավորություն թագավորության դեմ է լինելու է սով, տեղ արտեղ երկրաշարժեր, բայց այս ամենը սկիզբն է երկունքի։
Կարելի ասել մենք հիմա այս դարաշրջանի մեջ ապրում ենք արդեն։ Մենք այս դարաշրջանի մեջ ապրում ենք, մենք այս ամեն ինչը տենում ենք։ Հիսուսն է ասում, լինելու է ասես բաներ, որ հիմա տեղի է ունենում, ինքն է թույլ տվել, որ տեղի է ունենում։ Գնանք Ամովսի գիրք, Ամովսի 3:6։ Կամ երբ փող փչվի քաղաքում, ժողովուրդը չի սարսափի կամ քաղաքին չարիք չի հասնի, եթե այն Տերը արած չլինի։ Շատ տեղեր կասես, կարամ քո համար ընթերցեմ, բայց նայեք, մենք այս ամեն, եթե դու հաստատ եւ կարամ ասեմ հաստատ համոզված լիղի, որ Աստծո խոսքը ճշմարտություն է, կարող ես արդեն գալ այն եզրակացության, որ ինչ որ կատարվում է այս երկրագնդի վրա, Աստված է թույլ տալի։ Ամեն։ Նորից եմ ուզում կրկնեմ, կարող է շատ դժվար է հասնում քեզ դա, որտեղ շատ բարդ է դա։ Ինչ որ կատարվում է այս երկրի վրա, Աստված թույլ է տալի։ Ամեն։ Ամեն բան նրա վերահսկողության տակ է, ամեն։ Հալելույա։ Եվ այս ամենը, այսինքն կարդալով կարելի ասել կոչվում է սա ինքնաշխանություն։ Աստված ինքնիշխան է սիրելիս։ Ինքը ոնց ուզում անեցել անում է։ Ինքը ոնց որոշել անեցել անելու է։ Ինքը ոնց խոսացել է, տենց է լինելու է։ Ամեն։ Ամենապրոբլեմատիկը մեր կյանքում գալիս այդ մեր կյանքի խաշմերում այն է, որ մենք չենք կարող հասկանալ դա։ Շատ ժամանակ լինում է, չես հասկանում։ Նորմալ է։ Մարդ չի կարող Աստծո բոլոր գործերը հասկանալ սիրելիս։ Եթե ես ու դու Աստծո գործերը հասկանայինք, ես ու դու էլ Աստված կլինենք ուրեմն։ Ես ու դու չենք կարող բոլոր Աստծո գործերը հասկանալ, որովհետև ես ստեղծված եմ սիրելիս։ Իսկ նա ստեղծագործողն է։ Կարիք չկա, որ ստեղծվածը հասկանա ստեղծագործողի խոսքերը։ Ամեն։ Հալելույա։ Եթե ես հասկանայի Աստծո գործերը, այսինքն դուրս է գալի ես ու Աստված նույն մակարդակի վրա ենք։ Հիմա շատ ալինում, ցավոք սրտի շատ ալինում քրիստոնեական աշխարհում։ Նույնիսկ ասեմ ավելին, շատ քրիստոնյաներ վազանց են անում։ Կներեք այդ ռուսերեն խոսքը ավգոն են անում Աստծուն։ Բայց այդպես չի։ Նա Աստված է, ես մարդ։ Նա ստեղծողն է, ես ստեղծվածը։ Ամեն։ Եթե մրջյունը կարող ենք հասկացնենք, sense մի հատ օրինակ բերեմ, մրջյունին չես կարող բացատրես, որ ինձ հասկանա որպես մարդ։ Այդպիսի տարբերություն կա։ Որովհետև բաներ կա, որ ես ու դու պետք չի հասկանանք։ Ուղղակի պետք է վստահենք ու հավատանք Աստծո գործերի մեջ։ Ամեն։ Երկրորդ օրած 29:29-ը։ Այստեղ խոսում է Աստծո այն բաների մասին, որ շատ բաներ կա, որ մեզանից ծածուկ է։ Շատ բաներ կա։ Իսկ մենք որպես մարդ ցանկանում ենք հասկանալ։ Իսկ դա անհնարին է, որովհետև Աստված փակել է մեր համար։ Աստծո խոսքը ասում է կա բաներ, որ մեր համար չի, պետք չի հասկանաս։ Իսկ բաներ կա, որ քո համար բացվել է այս Աստծո խոսքի մեջ, սիրելիս։ Հասկացիր, վերցրա ու ամենակարևորը ինչա գրած կատարի։ Ամեն։ Հասկացի, վերցրա եւ կատարի։ Հալելույա։ Որովհետեւ կգա իրավիճակ, որ ոչ թե հասկանալով, այլ վստահելով ու հավատալով է։ Ամեն։ Բոլորս գիտենք, չէ, որ ձգնորսները օրինակ աշակերտները ձգնորսներ էին պրոֆեսիոնալ, գիտեք, չէ՞։ Միջև Հիսուսի աշակերտ դառնալը, միջև Հիսուսը կանչեց նրանց։ Բայց ինչ որ մի օր գնացին ծով ու ընկան փոթորիկի մեջ։ Չէ, ամեն բան անում են, իրանք, որ այդ փոթորիկի ժամանակ նավը չխորտակվի, չէ։ Եվ կարդացել եք, չեմ ուզում կարդամ, պատմեմ, որ այս ժամանակի մեջ կարողանանք տեղավորվել։ Դույլերով ջուր էին թափում, կամ շորերն էին շպրտում, կամ բեռերն էին նավակի շպրտում։ Բայց չէր օգնում ոչ մի բան, որովհետև իրանք գիտեն, որ իրանք պրոֆեսիոնալ են, ես հաստատ կարամ ասեմ նույնիսկ
Եթե իրանք պրոֆեսիոնալ ձգնող, ինքը գիտի, չէ՞ ինչ եղանակա լինելու։ Ինքը չէ սպասում փոթորիկին։ Իրանք չեն սպասում։ Բայց վերջում նոր մի պահ հասկացան, ինչ ենք անում։ Հիսուս կա մեր նավակի մեջ։ Հասկանում ես ելիս։ Ամենակարևորը, որ Հիսուսը քո նավակի մեջ լինի։ Փոթորիկն էլ է գալու, քամին էլ է գալու։ Բայց որ Հիսուսը քո նավակի մեջ է, խոսք եւ փոթորիկը կանգնի։ Ամեն։ Խոսք ու փոթորիկը կանգնի։ Թույլ տուր, որ Հիսուսը մնա քո նավակի մեջ։ Ամեն։ Հալելույա։ Բայց շատ ժամանակ որ խոսում ենք, չէ՞, հիմա մենք ասում ենք, որ ամեն բան Աստված վերահսկում է եւ ամեն բան Աստված թույլ է տալի, ինչպես նշել ենք։ Եվ շատ ժամ ասում, բա ինչի է մարդկան հիմա երկրի վրա այսքան տառապանքներ։ Ինչու է sense բաներ կատարվում։ Հե՞։ Նամանավանդ վերցնենք ես միայն մեզ հայ ազգին։ Դամա մի քանի հատ էս կետեր եմ առանձնացել, ուզեմ ընթերցենք դա ու հետո նայես ինչի է sense լինում։ Կան բաներ, որի պատճառներ կա, որ տենց է լինում։ Ամեն։ Հենց առաջինը երկրորդ նկարը գցեք։ Առաջինը առանձնացել եմ 4 հատ բան իմ համար։ Դա մեր սխալներն է։ Դա մեր սխալներն է։ Երկրորդը դա մեղքն է։ Երկրորդ նկարը։ Մեղք կամ ընտրելու ազատություն։ Հիմա այնքան ազատ է ընտրելը։ Եվ երրորդ սատանան է, չորրորդը Աստված թույլ է տվել։ Ամեն։ Դա մեր սխալներն է, իրոք։ Շատ ժամանակ շատ սխալներ ա եղել։ Եվ մենք չենք կարողացել վստահենք Աստծուն։ Մենք չենք կարողացել թողենք, որ Աստված վերահսկի։ Ամեն։ Կարելի ասել նույնիսկ թույլ չենք տվել։ Հասկանալով, մտածելով, թե ամեն բան մենք ենք վերահսկում, ամեն բան մենք ենք։ Գիտեք ոնց, ռուսերեն ավելի լավ է հնչում այդ բառը, կոնտրոլը մեր ձեռի տակ է, չէ։ Նրա մոտ է այդ ամեն բանը։ Նրա մոտ է այդ ամեն բանը։ Ամեն։ Հալելույա։ Երկրորդը մեղք ընտրելու ազատություն։ Իրոք ինչի է կատարվում, որովհետև շատ նայեք մարդիկ մտել են մեղքի մեջ ու չեն ուզում ազատվեն դրանից, որովհետև չեն ուզում ընդունել փրկին, որ իրաց ազատություն բերի։ Հետո ասեն ինչի՞ ասես բաներ կատարվում։ Սատանան, ինչա սատանայի ծրագիրը ոնասելիս։ Սատանայի ամենագլխավոր ծրագիրը այս երկրի վրա նա է, որ վնասի Աստծո ստեղծագործությանը։ Իսկ ամենակարևոր Աստծո ստեղծագործությունը դու ես։ Եվ ամենաբարդ պունկտը, որ ես ընտրել եմ, դա է, որ Աստված թույլ է տալի։ Ամեն։ Լինում է մեր կյանքում իրավիճակներ, որ Աստված թույլ է տալի, բայց չենք հասկանում։ Լինում է, չէ՞, գալիս ասում Աստված շես ի՞նչ է կատարում, ես չեմ հասկանում։ Պետք է չի որ հասկանաս։ Մեկը չես հասկանալու։ Եվ Աստծո գործերն է, որտեղ կարծած ես, ծածուկ բաներ կա, որ մեր համար չի։ Ծածուկ բաներ կա, որ մեր համար չի։ Ամեն։ Հալելույա։ Դրա համար եթե կապ չունի ինչպիսի իրավիճակում ես դու, ուղղակի այս 4 կետերի մեջ քեզ տես, որտեղ ես դու։ Ինչն է պատճառը, ինչն է պատճառը, որպեսզի այդպիսի բաներ է կատարվում։ Բայց ասեմ մի բան սիրելիս, ինչքան էլ Աստված թույլ տա, ինչքան էլ Աստված իշխան է, գերիշխան է ինքը, ամեն բան իր ձեռքերի մեջ է։ Աստված, Աստծո խոսքն ասում, Աստված ամեն բան շրջում է դեպի բարին։ Ամեն, Աստված ամեն բան շրջում է դեպի բարին։ Կարող է դու չես հասկանում այդ պախի է տենց, նույնիսկ կարող տարիներ անցնում, այդ իրավիճակի մեջ ես։ Բայց Աստված շրջում է դեպի բարին։ Բոլորը լավ գիտեք Հովսեփի պատմությունը, գնանք Ծննդոց գիրք, ես ընթերցեմ այդ տեղերը, Ծննդոց 50-ի 20-ն է։ Ծննդոց գիրք 50-րդ գլուխ 20-րդ խոսք։
Բոլորը լավ գիտեք, որ Հոսեփին իր եղբայրները վաճառեցին, չէ՞։ Գնաց որպես ստրուկ Եգիպտոս, ստրուկ հաստատ լավ վիճակ չի։ 20-րդ խոսքում նայեք ինչ է գրված. Թեպետ դուք խորեցիք իմ դեմ չարի գործել, բայց Աստված խորեց այն փոխել բարիքի, որպեսզի անեն այն, ինչ եղավ այսօր, այսինքն այն ժողովուրդը ապրեցնել։ Նայեք, վաճառեցին, գնաց ստրուկ, 10 տարիներ անցավ, բանտ, չէ՞, ստրկություն, տառապանք։ Հասկանաս ինչ է սա։ Բարիք չէ՞։ Բայց Աստծո խոսքն ասում է, այն ինչ որ արեց Աստված չենք հասկանում, բայց շրջվեց դեպի բարիք, որ դու այսօր սոված չես այդ իմազգ։ Մեր կյանքում է կարող անցնել այդ բան, ասենք չեմ հասկանում, էսի չա կատարվում, Տեր իմ Աստված չեմ հասկանում իմ կյանքում։ Ինչի ասենց։ Կլինի առողջություն, կլինի ֆինանսներ, կլինի իրավաբանական խտաբանություն, կլինի չգիտեմ ինչ հարաբերություն, ընտանիքային հարաբերություն, չեմ հասկանում ինչի ասեց։ Բայց ասեմ, եթե դու մնաս Աստծո ձեռքերի մեջ, որպես վերստին ծնված քրիստոնյա, որը հավատում է Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ ամբողջապես, ոչ թե որ ժամանակ իրան պետք է, Աստված կշրջի դեպի բարին։ Ամեն։ Աստված կշրջի դեպի բարին, որովհետև նա ինքնիշխան է, նա անելու է այն, ինչ որոշել է քո կյանքում։ Կապ չունի, սիրելիս, դու հասկանում ես, թե չես հասկանում, Աստված նպատակ ունի քո կյանքի համար։ Կապ չունի, ես ու դու հասկանում ենք, դա թե չենք հասկանում։ Աստված նպատակ ունի իմ ու քո կյանքի համար։ Հալելույա։ Հակոբոս 4:13 խոսք։ Ուրեմն դուք ասում եք այսօր կամ վաղը այսինչ քաղաքը կգնանք ու այնտեղ մի տարի կմնանք, առևտուր կանենք եւ դրամ կշահենք։ Դուք որ վաղվա օրը չգիտեք, ինչ է ձեր կյանքը մի գոլորշի, որ մի կար ժամանակ երևում, իսկ հետո անհետանում է։ Հալելույա։ Շատ ժամանակ մենք էլ լիքը պլանավորում ենք։ Փառք Աստծուն, շատ ճիշտ է դա, բայց նենց արի այդ պլանավորման մեջ Աստված է լինի։ Ամեն։ Ամեն ինչի մեջ թող Աստծո կամքը լինի ցելիս։ Ու ամենակարևորը նա է, որ իմանաս ոչ թե իմանաս Աստծո կամքը, ու ինչպես Աստծո խոսքն է ինձ ու քեզ, այլ կատարես Աստծո կամքը։ Կարող է իմանաս։ Ամեն։ Կարաս պլանավորես քո վաղվա օրներ, մյուս օրներ, պետք է։ Բայց Աստծո խոսքն ասում է, նայեք ինչ է ասում։ Նույնիսկ դու չգիտես վաղը ինչ անելու։ Հիմա մանավանդ հիմա նորից եմ ուզում կրկնվելու այս դարաշրջանում, որ ես ու դու ապրում ենք, մենք չգիտենք վաղը ինչ անելու։ Ամեն։ Մենք չգիտենք վաղը ինչ անելու։ Հալելույա։ Եվ Աստծո խոսքը ինչ ասում, քո կյանքը կարճ է, մի հատ գոլորշի նման։ Գոլորշին տեսլեք, չէ՞։ Կա ու չկա։ Իսկ մենք շատ ժամանակ ուրիշ բաներով ենք զբաղված։ Հալելույա։ 15-րդ խոսքը ասում է, փոխարենը պետք է ասեք, եթե Տերը կամենա ու ապրեմ, այս կամ այն բանը կանեմ։ Հիշում եք սկզբում ասում էի, նույնիսկ մեր վերջի շունչը մեր վերահսկողության տակ չի։ Հալելույա։ Եփեսացիս 5:15 խոսք։ Արդ ուշադրություն դարձրեք ձեր վարքին, վարվեք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների, ճիշտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ Աստծո խոսքը զգուշացնում ասում է ուշադրություն դարձրեք ժամանակիդ, չար օրերը, սիրելիս։ Ամեն։ Որ իմ ու քո պլանները համապատասխանեն Աստծո պլանների հետ, Աստծո կամքի հետ։ Հալելույա։ Ես ու դու պետք է մեր Աստծո կամքը փնտրենք այդ իրավիճակում։ Նույնիսկ անհասկանալով։ Ցավալի է կարող ասեմ քո համար, բայց պետք է փնտրենք Աստծո կամքը այդ իրավիճակում։ Հալելույա։ Տասնյոթերորդ խոսքը շարունակում ասում է, դրա համար անմիտ մի եղեք, այլ իմացեք, թե որն է Տիրոջ կամքը։
Ես ու դու պետք է իմանանք, որն է Տիրոջ կամքը։ Պետք է իմանանք եւ հասկանանք Տիրոջ կամքը։ Ամեն։ Առակաց 16-րդ գլուխ 9-րդ խոսք։ Մարդու միտքն է խորում նրա ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է ուղղորդում։ Հալելույա։ Պետք է հասկանանք, որ մենք չունենք վերահսկողություն, սիրելիս, այս ամեն բանը տանում նրան, որ ես ու դու ինչքան շուտ հասկանանք, որ մենք ոչ մի բան չենք վերահսկում, Աստված ամեն բան վերահսկում, մեր կյանքի մեջ շատ խնդիրներ կլուծվի։ Ուղղակի քո խնդրին նայ հավիտենական աչքերով։ Քո խնդրին հավիտենականության աչքերով։ Ամեն։ Հալելույա։ Հիշում եք եւ Մատթեոսի ավետարանում Հիսուս սովորացնում է փնտրեք Աստծո արքայությունը եւ մնացած ամեն բանը կտրվի ձեզ։ Բոլոր կարդացել եք, չէ՞։ Շատ հետաքրքիր ձևի բացատրում է այդտեղ։ Ու ինձ ու քեզ, այսինքն մարդուն նմանացնում է ծիտիկների հետ, նմանացնում է ծաղիկների հետ։ Եկեք լավ, ընթերցեմ, հետո կշարունակենք։ Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխն է դա։ Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխ 26-րդ խոսքից։ Նայեք երկնքի թռչուններին, որ ոչ սերմանում են, ոչ հնձում եւ ոչ շտեմարանների մեջ ամբարում, եւ ձեր երկնավոր հայրը դրանց կերակրում է։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք, ձեզանից ով կարող է հոգալով իր հասակի վրա եւս մի կանգուն ավելացնել։ Եվ հագուստի համար ինչու եք հոգում, նայեք վայրի շուշաններն ինչպես են աճում, ոչ ջանք են դապում, ոչ էլ մանում։ Ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։ Իսկ եթե դաշտի խոտին այսօր կա, վաղը հունցն է գցվում, Աստված այդպես է հագցնում, որ որքան առավել ձեզ կհագցնի, թերա հավատներ։ Ուրեմն մի մտահոգվեք ասելով ինչ ենք անելու կամ ինչ ենք խմելու կամ ինչ ենք հագնելու, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում, որովհետև ձեր երկնավոր հայրը պիտի որ գիտի, որ դուք այդ ամենի կարիքը ունեք։ Դուք նախ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը փնտրեք եւ ամենը կտրվի ձեզ։ Արդ վաղվա մասին մի հոգացեք, որովհետև վաղվա օրը ունի իր հոգսերը, յուրաքանչյուր օրվա հոգսերը ինքը բավական են։ Հիմա դուք ասես վաղվա համար ո՞նց հոգս չհոգան։ Դա ո՞նց է, կնոպկա է, պետք է անջատեմ այդ հոգսի կնոպկեն, որ չհոգամ։ Ու պատկերացնում եք, չէ, Հիսուսը սա որ խոսում էր, ով էր իր դիմացը կայնած, չէ՞։ Փարիսեցիներ, դպիրներ, այդ ազգի ծերերը, հрьяաների, այսինքն այն մարդիկ, որ իրաց ազգի մեջ հեղինակություն էին։ Եվ ես մտածում եմ այսպես, այդ մարդիկ իրար մեջ խոսում են, մենք այս ազգի հեղինակություն, ես ինչ եկե մեր ցիտիկների մասն է խոսում, մեզ համեմատված ցիտիկների հետ։ Նույնն էլ հիմա, չէ՞, ասես ես իմ գործի տեղը չգիտես, ես ով եմ, գագոն եկել այնց իստե ցիտիկ հետ համատում։ Հալելույա։ Դրա համար պետք է վստահենք Աստծուն։ Ամեն, պետք է վստահենք ամբողջապես, որ չգա ժամանակը, որ այսպես կանենք տուպիկի առջև ասենք Աստված ջան, ինչ եղավ։ Ամեն։ Այստեղ սիրելիս ասեմ, ինձ ու քեզ համար մի քիչ դժվար է Աստծուն վստահելը։ Կասես ինչու՞, չէ՞, հարց առաջ սա մեջը։ Եվրոպայում ապրող մեր համար Աստծուն վստահելը դժվար է։ Օրինակ, սոցիալապես ավելի աղքատ երկրներում ապրող մարդկանց համար Աստծուն վստահելը ավելի հեշտ է։ Գիտես ինչի՞։ Նրանք ոչ մի բան չունեն։ Նրանք միշտ Աստծուն են վստահում ամեն հարցում։ Չէ՞։ Ստե նայ։ Հետաքրքիր, մեր անդրանի եղբայրը հայտարարության ժամանակ ասեց, որ օրնվել են տնով կամ Աստված օրնելա տեղափոխվում են, չէ՞։ Տուն ունես, մեքենա ունես, չէ՞։ Բանկում հաշիվ ունես, գումար ունես, բժշկական ու տարբեր տեսակի ապահովագրություններ ունես, չթվարկեմ, չէ՞։ Հետո Աստծո նկատմամբ վերահսկողություն, վստահություն ունես։ Ոսես թվարկեն կարող Աստծո իմ Եվրոպայի ապրող բնակչի համար, իրոք դա այդպես է սիրելիս։ Աստծո վստահելը գրանցե 9-րդ կամ 10-րդ տեղն է ասե։ Բայց Աստված ինքն իշխան է սիրելիս։ Հալելույա։ Դրա համար մենք
իրական քրիստոն գիտեք ոնա, որ ամբողջապես հանձնվում ես առանց հասկանալու, չեմ հասկանում Տեր իմ Աստված, բայց վստահում եմ։ Սա է խորի քրիստոնեությունը։ Խորը մակարդակի քրիստոն, որ ես չեմ հասկանում։ Իմ կյանքում էլ սիրելիս այնքան բաներ կա, որ ես չեմ հասկանում։ Բայց ես հավատում եմ, որ ինքը ինքնիշխան է։ Ես հավատում եմ Հայր, որ ինքն է ստեղծագործողը։ Ինքն է կոնտրոլի տակ բամ կներեք ռուսերեն օգտագործում այդ բառը։ Կապ չունի, ինչպիսի իրավիճակ է, ես քայլում ասում եմ, փառք ես Տեր իմ Աստված, այս բայի համար։ Կողքից նայող կասի, հա, Գագոյի ուղեղի հետ խնդրեմ կա, եթե ինք այս իրավիճակում փառք տալ է ասում։ Բայց Աստծո խոսքը ինձ սովորացրել է, որ ամեն ժամանակ ես փառք եմ ասում։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք ինչ, որովհետև մեր աղոթքները այդպես է, չէ՞, աշակերտները, որ եկան Հիսուսի մոտ ինչ ասես, ասես ինչ ասես, սովորացա մեզ աղոթքել եւ ինչ բերես, տերունական աղոթքը, Հայր մեր աղոթքը։ Ինչ է Հայր մերը, սկզբից ինչ էր ասում, Աստված Հայրերի մեջ, առաջին նախադասությունը, Աստված, որ դու կաս։ Հետո փառաբանում է Աստծուն, հետո երկրպագում է Աստծուն։ Քո կամքը լինի։ Հետո դրանից հետո ասում Աստվածան դու։ Հասկանում ես ինչ եմ ուզում ասեմ։ Հետո դրանից հետո ասում Աստված ջան դուր։ Հալելույա։ Հալելույա։ Մատթեոս 26-րդ գլուխ 42-րդ խոսք։ Այստեղ այդ պատմությունն է, որ Հիսուսը գնում է նորից Գեթսեման աղոթելու։ Խնդրեմ փառաբանության թիմը գա, սա ես շատ շուտով վերջացնում եմ։ Դարձյալ, խնդրում եմ ուշադրի, ես միշտ ասում եմ, Աստվածաշնչի մեջ գրված ամեն մի բառ ուղղակի է գրած, տես չի որ անուղղակի գրված է։ Ասում դարձյալ երկրորդ անգամ Հիսուսը գնաց աղոթեց եւ ասաց. Հայր իմ, եթե հնարավոր չէ այդ բաժակը ինձանից հեռու անցնի, որ այն չխմեմ, թող քո կամքը լինի։ Նա գրած է երկրորդ անգամ, այսինքն նա մի անգամ չգնաց աղոթելու։ Մի քանի անգամ էր գնացել։ Հիսուսը գնացել էր, ասում էր. Եթե քո կամքն է, խմելու եմ այս բաժակը։ Ամեն։ Եվ այսօրվա իմ, գիտեք ինչ, այսպես ուզում եմ վերջնաբան քեզ մի բան ասեմ, որպես քրիստոնյա, ամեն քրիստոնյա իր կյանքում իր Գեթսեման ունենալու է։ Նորից եմ ուզում կրկնել, ամեն քրիստոնյա իր կյանքում իր Գեթսեմանն է ունենալու։ Բայց կայներու ես ասես, ու այդտեղ գալիս է իմ կամքի եւ Աստծո կամքի խաչմերուկի միաձուլումը։ Կանգնել եմ, կարողանալ եմ կանգնեմ ասեմ, եթե քո կամքն է, թող լինի։ Հալելույա։ Համար ամեն ժամանակ պետք է կարողանանք Հիսուսից սովորել։ Սովորենք, որպեսզի կարողանա փոթորիկի ժամանակ այդ խաչմերուկի, այդ բախման ժամանակ մարդկային եւ աստվածային կամքը, որ իր այդ բախվում է, չէ՞։ Այդ ժամանակ կարողանանք Աստված ջան, քո կամքն է, թող կա։ Չեմ հասկանում, նորից եմ ուզում կրկնվեմ ու կրկնվել եմ ամբողջ այսօր։ Ինչպիսի իրավիճակ է ուզում կյանքումդ լինի։ Ինչպիսի իրավիճակ ուզում է լինի։ Կապ չունի ինչպիսի իրավիճակ է։ Կարող կանգնում ես, կամ նստած ես, քո սենյակում ես։ Քո այդ փոխհարաբերությունը Աստծո հետ։ Ասես չեմ հասկանում, Տեր իմ Աստված։ Ինչ է կատարվում։ Չէ՞, լինում է, չէ՞։ Լինում է իրոք, որ ասում են, ոնց ասես, այս սպիտակ թուղթը սև է դառնում կյանքիդ։ Չեմ հասկանում, ինչի։ Ինքը սպիտակ պետք է լինի։ Չգիտեմ ում համար եմ ասում սա։ Սրտից մեջ դրվեց հիմա տա ուզեմ ասեմ, այս թուղթը սևը սպիտականալու է քո կյանքի։ Ամեն։ Չգիտեմ ով ես դու, բայց վերսա դա։ Չեմ հասկանում։ Բայց վստահում եմ քեզ։ Շատ դժվար է սիրելիներ։
Շատ խորը քրիստոնեական մակարդակը, շատ դժվար է, բայց հնարավոր է։ Չեմ հասկանում, բայց վստահում եմ։ Ամեն։ Դրա համար ինչա մեզ պետք, ուղղակի պետք է հանձնվենք։ Մենք մերը չանենք։ Մեկը միևնույն է սելիս, ինչ էլ անես, չանես, ինքը ոնց որոշել է, նենց է լինելու է։ Ինչ էլ անես, չանես, ինքը ոնց որոշել է, նենց է լինելու է։ Ամեն։ Ուղղակի պետք է հանձնվենք, ամեն։ Երեմիայի 18-րդ գլխում գրված է, չեմ ուզում կարդամ, պատմեմ դրա մասին, որ Աստծո խոսքը Աստված խոսք տալիս ասում Երեմիա գնա բրուտի մոտ եւ այնտեղ ես սկսեմ խոսալ քո հետ։ Եվ կարդացել եք դա, բոլորդ գիտեք դրա մասին։ Քննումա բրուտագործի մասը ասում բրուտը սարքում էր կավից աման եւ կոտրվեց այդ ամանը։ Փշրվեց։ Հետո ասում բրուտը վերցրեց, նորից սարքեց, ուրիշ անոց սարքեց։ Նույն կավից։ Ամեն։ Ես ու դու ստեղծված ենք։ Նա ստեղծագործողն է։ Ես ու դու կավ ենք, իսկ նա բրուտն է։ Ամեն։ Նույնիսկ ասեմ քեզ սիրելիս։ Նույնիսկ ասեմ քեզ։ Եթե ամենափշրված վիճակը դա, ամենափշրված վիճակը դա։ Այս իրավիճակը հու կյանքի։ Շատ մանր, ուղղակի մի հատ եթե ման պատկերացրեք, չէ՞, կավի ամանը որ գցենք ստեղ, իշ փշուրներ կդառնա։ Այդ փշուրներից այսպես կվերցնի, կսարքի քեզ նոր անոթ։ Ամեն։ Բայց խոսքի ինչպես խոսքի մեջ գրված է Երեմիայի մեջ, ասում է դուք նրա ձեռքերի մեջ եք կավ։ Բրուտի ձեռքերի մեջ է կավը անոթ դառնում։ Եթե այդ իրավիճակում դու մնաս Աստծո ձեռքերի մեջ, նա քեզ կվերցի կսարքի անոթ։ Հալելույա։